ցուցակի սարքը պետք է իշխի։ Հա, բայց ցուցակի մեջ հա, հասկացեք, տեսեք, անպայման է Եթե ավելի առաջներկալը կարակ դուք տեսնեք լրացուցիչ ցուցակում կա նորին լրացուցիչ ցուցակում տեղում են, եթե այստեղ եկանկով եք գալիս, տեղում եք լրացնում, մենք դադար բլանկն է լրացուցիչ ցուցակի համար, բայց այստեղ մենք սարքը պետք է գտնի իրեն, որ մենք ինչ հիմքով է տեղորոշել այս ընտրատեղամաս։ Փաստերով։ Հա, բարի։ Այդ էի հարցնում։ Ինչ խնդիր է, ես ուղղակի ցուցակի մեջ չի գտնում, էլի տեղեկանկով է եկել լրացուցիչ ցուցակով։ Այս բային սարքը չի ընթերցում։ Մասնագետի հետ է կապնվում։ Մեկ էլ երկրորդ հարցադրումս էլի, նաև տեսեք ինքը անձահաստատող փաստաթուղթը ոնց որ ժամանակավոր, հա, ինչ-որ ձևաչափա։ Այո։ Ինչ կարելի է հասկանալ, ինչ անձահաստատ։ Մի րոպե, հիմա կհասկանանք, որովհետև ինքը տարբեր փաստաթուղթեր ունի, որով որ կարող է ուրիշ անձնակից չունես։ Զինակոչիկը այդ բարակայում են իրանից տրամադրել։ Զինակոչիկներն են անձահաստատող փաստաթուղթ։ Հա, բայց հասկանում եմ, զինակոչիկները, եթե վաղուց չեն ունեցել անձահաստատող փաստաթուղթ նոր է հանել այս առիթով, հասկանալի է, բայց տեղորոշման տեսանկյունից էլի արդյոք ինչքանով է հավաստի տրամադրված փաստաթուղթը համադրում է անհրաժեշտ։ Ես դեռ չեմ ունեցել մատչելիություն։ Կամ փորձում են որևէ կերպ։ Ուզում ենք հասկանանք հիմա, տեսեք, եթե գոյություն ունի լրացուցիչ ցուցակների ինստիտուտը, այսինքն մարդը եթե ներգրավված չէ, հիմա փորձենք հասկանալ, նախ եթե տեղացի բնակիչ է, ինչու արդեն նախապես ընդգրկված չէ, չափահաս ընտրող է ու ընտրողներ ռեգիստրում մարդը պետք է արդեն ներառված լիներ։ Այս պարագայում ներառված չի ցուցակում, սարքը չի տեղորոշում քաղաքացուն, իրեն հնարավորություն տալիս է օրենսդրությունը, եթե չի տեղորոշում կատարել այլ որպես լրացուցիչ ցուցակով, բայց նաև անձահաստատող փաստաթուղթն է ժամանակավոր տրված։ Երկու փաստաթղթով է եկել եւ երկուսից որևէ մեկը մշտական իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չէ։ Մուտք գործելուց եւ տեղամասային կենտրոնից դուրս գալուց գրանց ըստ էության մուտք են գործում այդ այսպես կոչված ճակերտավոր շտաբ, դա եւս վերահսկողության տեսակ է եւ ընտրական օրենսգրքի քրեական օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի եւ ընդհանրապես մեր սահմանադրության քաղաքացու ազատ, հավասար, ընդհանուր ընտրական իրավունքի գաղտնի քվեարկության հնարավորության խախտում է։ Մարդկային կուտակումները ամեն անգամ այնուամենայնիվ ես համոզված եմ, որ իմ հորդորից հետո հիմա որ դուրս կանք էլի կուտակված են լինում, չեն դադարում այդ կուտակումները։ Դա պայմանավորվում է հենց նրանով, որ այս թաղամասը հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին համար Սարիկ Մինասյանի թաղամասն է։ Դե տեսեք, ըստ շրջանառվող տեղեկատվության առավոտվանից, այո, հենց ինչպես հասկացանք Գյումրին թաղամասերի ազդեցության գոտիների ճակերտավոր, ասենք, տարանջատում եւ ըստ լրատվամիջոցների ու շրջանառվող տեղեկությունների, այո, առավելագույն խախտումները հենց այս հատվածում է գրանցվում, որովհետեւ սա հենց իր թաղամասն է, ասեմ ավելին, մեր դիտորդը արձանագրել է, որ կողքի տեղամասային կենտրոնի շրջակայքում պտտվում է հենց Սարիկ Մինասյանի հարազատ եղբայրը, որոշակի հանձնարարականներ տալով, դա էլ քիչ անց կհրապարակենք, այսինքն անմիջապես ու եթե չեմ սխալում, վերջինս ինչպես տեղեկացրին, նաև ավականու անդամի թեկնածու է։ Այս անմիջապես ըստ էության 50 մետր երկու տեղամասային կենտրոնների շառավղով ազդեցություն ունեցող մարդը որոշակի գործունեություն է ծավալում, ակնհայտ է, որ դա նախ վարչական ռեսուրսի կիրառում է, երկրորդը նաև մի շարք ընտրատեղամասերից կրկին արդեն հրապարակել եմ տեսանյութեր ու նկարներ ունենք, ինչպես են քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ վստահված անձինք ցուցակներ վարում, քաղաքացիների մուտք գործելուց դուրս գալուց ինչ որ նշումներ են կատարում, ընդհանուր մինչև անձնական փոխհարաբերության միմիկաների փոխանակում, ողջագուրվում եւ այլն, հորդորից հետո ոմանք թաքցրել են այդ փաստաթղթերը, ոմանք շարունակել են, ունենք տեղամասային կենտրոն անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը ցուցակով, ոչ թե այդպես համարակալված անհասկանալի ցուցակով, այլ մարդկանց անվանական ցուցակով նշումներ է կատարել, թե ով եկավ տեղամասային կենտրոն եւ ով ոչ։
Այս ամենը կրկին ընդգծում եմ քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող հանցավոր արարքներ են եւ ուղղակի ազատ ընտրությունների վրա ներազդեցության միջոցներ։ Եվս մեկ հարց, քիչ առաջ արդեն մեր քաղաքը կուսակցությունը տարածեց հայտարարություն, որ իրենց ավականու անդամի տեխնացուներին են առևանգել, այսպես ասած, եւ անհայտ ուղղությամբ են տարել։ Ինչ կասեք այս մասին։ Չնայած արդեն հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հայտարարություն, բայց ինչ կասեք ընդհանրապես այս process-ին։ Դե իհարկե ծայրահեղ անթույլատրելի է, բայց սա եւս պատահական չէ։ Մենք նախընտրական քարոզչության շրջանակներում արդեն արձանագրել ենք իրավապահ մարմինների ներգրավվածությունը որպես հակաքարոզչության եւ ընդդիմադիր տեխնացուների ճշտման մեխանիզմի մասնիկ եւ որևէ մեկը բնավ չի հերքում, որ հանցագործության հատկանիշների, հանցավոր փաստերի առկայության դեպքում իրավապահ մարմինները այո պետք է օպերատիվ հետախուզական աշխատանքներ անեն, այո պետք է հետևողականություն դրսևորեն, բայց ակնհայտ է, որ այս քարոզչության օրվանից օրինակ 3 օր ընդամենը առաջ այս սեղմ ժամկետներում միաժամանակ 2 դաշինքների նկատմամբ ընդդիմադիր դաշինքների նման ակտիվ գործունեությունը պատահականություն չէր եւ իր բնույթը օպերատիվ հետախուզական աշխատանքի բերման ենթարկել օրինակ մի ցուցակի առաջնորդի մերձավոր ազգականների ակնհայտորեն ուղղված էր քարոզչությանը որոշակիորեն վնասելու, որովհետեւ կազմակերպչական աշխատանքներ են առնվազն կատվածահար լինում եւ երկրորդն օրինակ այդ դեպքում երբ հայրը եւ որդին բերման են ենթարկվել տեխնացուի երկուսին էլ որպես հետևանք խափանման միջոց առաջադրվեց վարչական վերահսկողությունը, այսինքն նպատակ չկար կամ որևէ իրավական տեսանկյունից հենց նույն իրավապահ մարմինների տեսանկյունից որևէ իրենք վտանգավորություն չեն ներկայացնում, որպեսզի իրենց մեկուսացնեն։ Ու այս իրենց իսկ գործողության տրամաբանությունը գալիս է փաստելու, որ ընդամենը մարդկանց Գյումրուց Երևան բերման ենթարկելը ձերբակալելը քարոզչությանն ուղղված քարոզչությունը կատված արանելու, սահմանափակելու դրսևորում էր։ Այս դեպքում եւս ավականիների առևանգումը մեր ոստիկանության մասին, ոստիկանության ծառայության մասին օրենքները ունեն հստակ կարգավորումներ եւ այո ցավոք սրտի մարդկանց ճակերտավոր առևանգումը արդեն դարձել է բնականոն դրսևորում, հատկապես երբ դա քաղաքական իրավունքների իրացմամբ է պայմանավորված։ Այս իրավիճակում մենք ունենք ընտրական գործընթացի հետ, նշեմ, առավոտվանից բազմաքանակ են խախտումները ու աննախադեպ, իսկ ընտրությունները յուրաքանչյուր հասարակության, իրավական պետության հենց ժողովրդավարության չափանիշն են ու այդ ընտրությունների կազմակերպման որակը։ Ու զուգահեռ իրականություններում, երբ մենք հռչակում ենք ժողովրդավարության բաստիոն եւ քաղաքացու ազատ կամքի հետեւողական դրսեւորող իշխանությունն են իրենց հռչակում, այսպիսի ընտրության կազմակերպությունը, այսպիսի մասշտաբային առումով թե վարչական ռեսուրսի կիրառմամբ, թե իրավապահ մարմինների կիրառմամբ անթույլատրելի է, իսկ դա հերթական անթույլատրելիության դրսեւորումն է իրավական չափորոշիչների շրջանակում, երբ ակնհայտ այս պահի դրությամբ բուռն քվեարկության օրը ընդդիմադիր քաղաքական դաշինքի ավականու տեխնացուներին առևանգում են առանց ընթացակարգը կոպտորեն խախտելու, մարդկանց պետքա մեղադրանք առաջադրվի, մարդկանց պետք է պարզաբանվի, թե ինչի հարմար են բերման ենթարկում, թե ուր են բերման ենթարկում, մարդուն պետք է փաստաբանի ներկայության հնարավորություն տրվի։ Ընդ որում մյուս դաշինքի տեխնացուները երբ ընտրության օրվանից 3 օր առաջ բերման ենթարկվեցին Երևան, խոսքը մանկահասակ երեխաների մոր մասին էր, այս դեպքում եւս կնոջը սկսել են հարցաքննել եւ որոշակի ժամանակահատված թույլ չէին տվել, որպեսզի փաստաբանը մուտք գործի իր վստահորդի մոտ։ Տիկին Մանոյան եւ մի հարցեր ունեմ, քիչ առաջ հստակ մի միջադեպ տեղի ունեցավ, երբ ընտրողը մոտեցավ, այսպես որպեսզի դրոշմանիշը փակցվի եւ այսպես քաշելով իր քվեաթերթիկը պատրեց, բայց դրոշմանիշը դեռևս չէին հասցրել փակցնել եւ նրան թույլ չտվեցին երկրորդ անգամ այսպես ընտրել, արդյոք սրանով խախտվել է նրա ընտրելու իրավունքը։ Սա առաջին դեպքը չի նման խախտման, այո, ըստ էության, այս մեխանիզմով իրենք զրկում են մարդուն ընտրական իրավունքից։ Մենք ունեցել ենք այլ տեղամասային կենտրոնում արձանագրված դեպքեր, քաղաքացու դրոշմանիշը չեն փակցրել, քաղաքացին գցել է քվեատուփը,
Այս պարագայում ընտրական հանձնաժողովը պարտավոր է որոշում կայացնելու, նախ արձանագրի, որ տուփում արդեն առկա է առանց դրոշմանիշի քվեաթերթիկ եւ հետագայում հաշվարկի ժամանակ այնուամենայնիվ անբավեր է ճանաչվելու։ Եվ այդ հիմքով քաղաքացուն տրամադրվի նոր տրցակ, որպեսզի մարդը կարողանա իրացնի իր ընտրական իրավունքը, ոչ թե այդ հիմքով ընդհանրապես մարդուն զրկեն ընտրական իրավունքի իրացումից։